Գյումրիի հետ կապված մեր մոտեցումները մենք հստակ արտահայտել ենք, իհարկե ես ցավում եմ, որ դատախազը, գլխավոր դատախազը իր առաջի հայտարարությամբ այս ամբողջ խառնաշփոթը առաջացրեց ըստ էության եւ կրքերը բորբոքվեցին հենց դրանից հետո։ Հիմա փորձում ենք ընթացքում շտկումներ մտցնել, արդարացի դժգոհություններ բնական է ժողովրդի մոտ առաջացել, այդ դժգոհությունը վերերացվել այսպես համապատրաստից զանգվածային ինչ-որ անկառավարելի գործընթացի, որի ընթացքում տեղի են ունեցել նաև բռնություններ, որը նույնպես մեզ համար անընդունելի է։ Իհարկե, այն ինչ-որ կատարվել է այդ օրերին բախումներ եւ կան նաև տուժածներ, դրա մասին էլ մենք մեր դատապարտող հայտարարությունն արել ենք։ Հիմա այս գործի մանրամասնություններին տեղյակ չեմ, բայց մենք կողմ ենք, որպեսզի ազգային ժողովը իր հնարավորություններն օգտագործելով վերահսկողությունը շարունակի այս գործընթացի հետ կապված եւ մենք մեր ուշադրության կենտրոնում պահելով հարցերը թույլ չտանք, որ որևէ մեկը հանիրավի պատժվի։ Մանավանդ այս ընթացքը այնպես իրականացվի, որ Հայաստանի անկախության եւ սուվերենության հետ կապված հարցեր չառաջանան, որը մեր գլխավոր պահանջներից մեկն է։ Ինչ վերաբերում է ճգնաժամին, գիտեք, ճգնաժամը, այո, վաղուց շատ լուրջ բնույթ ունի եւ դրա մասին մենք խոսել ենք, երբ որ նաեւ 12 կետերն էինք առաջ քաշում, 12 կետերի հիման վրա է այդ առաջարկությունը, որ քննարկվի ստեղծված իրավիճակը Հայաստանի ներսում, սոցիալ-տնտեսական, որը իսկապես մտահոգիչ է, եւ մենք այդտեղ մեր ասելիքը ունենք, ասել ենք եւ պատրաստ ենք նորից եթե այդպիսի քննարկում լինի մասնակցել եւ մեր առաջարկությունները եւ գնահատականները բերել։ Բնական է, եթե ազգային ժողովը հավասարակշռված կազմով չի արտահայտում այն ինչ որ հասարակության մեջ գոյություն ունի, որտեղ ներկայացական ժողովրդավարության էական խախտում գոյություն ունի Հայաստանում, որպես կարևորագույն մակարդակներից մեկը ժողովրդավարության, որ ազգային ժողովը չի հանդիսանում մանրակերտը քաղաքական ուժերի հարաբերակցության, որ գոյություն ունի իրականում Հայաստանում։ Եվ դրանից էլ ամեն ինչ սկսվում է։ Նորից վերադառնում ենք այն հարցերին, որ ինչպես անենք այս վիճակը փոխվի, եւ նորից գալու ենք նրան, որը դաշնակցության վաղուց արտահայտված տեսակետն է, որ պետք է կատարվի լուրջ խորքային արմատական համակարգային փոփոխություններ երկրում։ Առանց դրա հնարավոր չի, որ մենք այս գնահատականներից ազատվենք։